Աստղիկ Անթանյան, այո, իմ հաշվից գումար են տարել, այսինքն ձևակերպել են 650,000-ի վարկ ու դրա հետ միասին իմ 1,250,000 խնայողությունը խնայողական հաշվից տարել են։ Որ բանկի հետ ա եղել ձեր խնդիրը։ Առաջին բանկի հետ։ Այսինքն ընդհանուր որքան են տարել։ Ընդհանուր մոտ 1,900,000-ի կարգի։ Իսկ ո՞նց եք նվանում այդ քայլը։ Բանկը ասում է դու ես տվյալները տվել, դու էլ պետքա պատասխանատվություն կրես, այսինքն քո վրա է այդ ամբողջը։ Տվել եք տվյալներ, ինչի մասնավորապես։ Ես լիստով ապրանք էի վաճառում, ինձ գրեցին ու փոստային հղում ուղարկեցին, որ դրա միջոցով գնա, ես այնտեղ լրացրել եմ իմ քարտի տվյալները եւ բանկից եկած մի հատ կոդ։ Դրանից հետո ինձ եկել է Իդրամից բաներ կոդեր, որոնք ես ոչ մեկին չեմ տվել։ Անմիջապես որ մտել եմ, տեսել եմ հաշվից հետ ոչ մի բան չի կատարվում, տնից դուրս եմ եկել այդ պահին, 5 րոպե հետո ինձ SMS եկավ, որ ձեր վարկը հաստատված է։ Անմիջապես բանկ եմ վազել, 5 րոպեի ճանապարհ էր իմ բանկ հասնելը, ու իրանք ոչինչ չկարողացան այդ ընթացքում անեն, այսինքն արդեն ամբողջը հանել էին, այդ 5 րոպեվա մեջ համ իմ խնայողական հաշվից էին տարել, համ այդ վարկը, որ ձևակերպել էին, ամբողջը 4 բանով հանել էին 3 քարտի վրա, հայկական 3 քարտերի վրա։ Վարկը որքան գումար 650,000 էր վարկը։ Ես հիպոթեք ունեմ այդ բանկում։ Եթե չունենայի, հաստատ ավելին էին քաշելու, որտեղ լավ վարկային պատմություն ունեմ, բան ունեմ։ Չէ, ոչ մի բանից չեն պահում։ Ինձ մի տարի ժամկետով բան տվեցին, ես դիմեցի, ասեցի, մինչև քրեական գործը հասկանանք դատարան մտնի, զերծարարին գտնեն, ես դիմեցի, ստիպեցի, որ ինձ բան անեն, կասեցնեն այդ գումարի գանձումը, վարկի, ինձ անթարաջ եկան և մի տարով անտոկոս դարձրեցին, բայց ասեցին, դուք պետքա ոնց որ գրաֆիկով ինչ կա, մուծեն, ընդեղ 10 տարով էր ձևակերպված ու ես մուծում էի ամսական 1700-ի կարգի։ Մի տարի հետո, որ նորից մոտեցա, ասեցի, ոչ մի բան տեղաշարժ չի եղել, ասենք, ոչ մեկին չեն գտել, էլի, դեռ քրեական գործընթացքի մեջ նորից երկարացրեք ու ոչ մի բան չարեցին, ես ստիպված ուրիշ բանկից բան եմ վերցրել, վարկ եմ վերցրել, ավելի ցածր տոկոսով ու տարել եմ իրանց գումարը ամբողջությամբ փակել եմ այդ վարկը, քանի որ ուսանողներ ունեմ, որոնց համար ես դիմել էի բանկ ու ինձ մերժել էին վարկ տալու վարձի պահով ու նաև նույն բանկում ես հիպոթեք ունեմ, որպեսզի սեքսուցակներ բաներ չընկնեմ։ Իմ անունը Աստղիկ Անթանյան է։ Տեսեք, փաստորեն ստացվում է ի սկզբանե դուք ինչ-որ լինքի վրա քլիկ եք արել եւ այդպես է, այսինքն Այո, ինձ հղում եկավ, այո։ Կոդեր ասածը որն է, ես իմ քարտի բաներն եմ գրել։ Ինչի մեջ եք գրել, նորից կասեք։ Ինձ եկավ հայ փոստի սուրհանդակ ծառայություն, որը պետք է առաքում կազմակերպեր, այսինքն իմ վաճառքի այդ ապրանքը տղաներ հասցներ իրանց։ Տեսեք, մեդիա փորձագետները անընդհատ ասում են, որ մի հետևեք, դրանք կեղծ են, դուք չեք լսել։ Ես այդ ժամանակ չէի լսել, այո, ես տեղեկացված չէի այդ մասին։ Երանիշ թիմն եք տրամադրել։ Այո, երանիշ թիմն եմ գրել, ոնց որ գիտեք ոնց, ցես լրիվ ծուղակն ես ընկնում, ցես տպավորություններ ոնց որ Viber-ից կամ ինչ որ տեղից առևտուր ես անում, քո քարտը կցում ես։ Այդ տպավորություններ ստեղծվում։